Thank you, Prime Minister. On behalf of the European People's Party, the leader of the group. Եվրոպական ժողովրդական կուսակցության անունից շնորհակալություն խմբի ղեկավար խնդրում։ Thank you, President. Mr. Prime Minister. Շնորհակալություն, պարոն նախագահ, վարչապետ, ողջունում եմ ձեզ, շնորհավորում եմ ձեր ելույթի, այսօրվա ելույթի առիթով։ Դուք բաց ազնիվ խոսքով դիմեցիք մեզ։ Մենք խնդրահարույց ժամանակներում ենք ապրում քաղաքական սցենարը, կարծես կարուսել լինի արագ վայրի վերումներով։ Մենք հստակ վճռականությամբ տեսնում ենք Հայաստանի կառավարությունը պատրաստ է եվրոպական ճանապարհով ընթանալ Կայա Կալասի այցը վերջերս այդ հանձնառության վկայությունները ես հարցնելու էի դեպի Եվրոպայի ճանապարհի մասին, որով դուք գնում եք առաջնորդմամբ ու վճռականությամբ չնայելով անցյալին, այլ նայելով ներկային եւ ձեր երկրի ապագային լավ ապագա կառուցելու հեռանկարով, բայց այսօր հույսի օրը բոլորիս համար։ Մերձավոր Արևելքի ծրագիրը 3 համաձայնեցվեց, որը շատ կարևոր է։ Հիմա Համասը մնում է որ հաջորդ քայլն անի։ Ինչ եք կարծում այդ մասին։ Մենք իրավունք ունենք այդ առցով լավատես լինելու։ Կրկին շնորհակալություն շնորհավորում եմ APP անունից Հայաստանի անցած ուղու եւ Հայաստանի պատվիրակության այստեղ ԵԽԽՎ-ում աշխատանքի համար։ Պարոն վարչապետ, կուզեք պատասխանել, խնդրեմ, շնորհակալություն հարցի համար։ Շնորհակալ եմ շատ հարցի համար։ Գիտեք, որ նախագահ Տրամպը խաղաղության ծրագիր է առաջարկել եւ միջազգային հանրությունը ողջունել է արդեն այդ ծրագիրը, մենք նույնպես ողջունում ենք եւ հույս ունեմ, որ ծրագրի իրագործման արդյունքում ի վերջո կհաջողվի խաղաղություն հաստատել Գազայի գոտում։ Նաեւ ասեմ, որ նախորդ տարի մենք ճանաչել ենք Հայաստանի Հանրապետությունը, ճանաչել է Պաղեստին պետությունը եւ մենք իհարկե ուշով հետևում ենք գործընթացներին եւ հույս ունենք, որ ի վերջո խաղաղություն կհաստատվի Գազայում նախագահ Տրամպի ջանքերի արդյունքում եւ միջազգային հանրության աջակցության պայմաններում։